Օրմազիկ պապս սկսեց տեղափոխվի բդի, ես սկսեցի տեղափոխվի բդի, ես արդեն իմ երեխուց համոզեմ որ տեղափոխվի բդի, համբեր։ Ախուրյանի ձախակողմյան Հողմաջուր գետի աչափին գտնվող ջրաձորը պետք է տեղափոխվի։ Բնակիչներն այս իրադարձությանը սպասում են մի քանի տասնամյակ։ Դեռևս 1980-ականներին, երբ Կապսի ջրամբար կառուցելու որոշում էր ընդունվել, ուսումնասիրությունները փաստել էին, որ գյուղը բնակության համար վտանգավոր կլինի։ Իսկ արդեն 2017 թվականին կատարված ուսումնասիրությունը հաստատել է, որ նույնիսկ առանց ջրամբարը կառուցելու աշխարհագրական անբարենպաստ պայմաններից ելնելով ջրաձորի որոշ հատվածներ երկրաշարժի ժամանակ կարող են սահել ձորը։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ըստ էության նոր գյուղ ենք կառուցելու եւ շատ կարեւոր է որ այս նախագիծը հաջող ընթանա եւ մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել եւ քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին եւ պահանջներին։ 2022 թվականին տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հուսադրում էր, որ բնակիչների սպասումային վիճակն ավարտին է մոտենում։ Ըստ նրա, 2026-ի գարնանն արդեն գյուղը պատրաստ կլինի։ Ջրաձորի բնակիչները սակայն պաշտոնական հավաստիացումներից բացի դեռ ոչինչ չունեն։ Սկան ժամանակ միշտ խապել են, խապել ու մինչև այսօր կխապեն։ 2025-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզում Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են։ Պատճառաբանվեց, որ Կապալարուն չի կատարել պայմանագրային պարտավորությունները եւ ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Կապսի ջրամբարի կառուցումը գործող կառավարության խոստումներից էր։ Այն նախատեսվում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շինարարությունն իրականացնող չինական ընկերության աշխատակիցները հեռացել են Հայաստանից։ Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր 1985 թվականին։ 88-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարական աշխատանքները դադարել էին, իսկ 1993-ից ամբողջությամբ դադարեցվել։ Շկանորում ես հայտնի, իրանք 2 տարվա ժամկետի մեջ պետք է կառուցեին ջրամբարի առաջի փուլը, բայց իրանք կառուցել են 15%-ը։ Չինական ընկերություն ու խնդիրը հենց դրանում է, որ ժամկետի մեջ չեն տեղավորվել, ժամանակին չեն կառուցել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում մինչ օրս ծախսվել է ավելի քան 26 միլիոն եվրո, որից ավելի քան 23 միլիոն եվրոն վարկային միջոցներից, իսկ 3 միլիոնից ավելին կառավարության համաֆինանսավորումից։ Վարչապետ Փաշինյանը շարունակում է վստահեցնել, որ Կապսի ջրամբարը կկառուցվի, գյուղն էլ կտեղափոխվի։ Ջրաձորցիների առօրյան շարունակվում են նույնը մնալ՝ սպասում եւ անհաղթահարելի խնդիրներ։ Երեխա ունենք, ուսանող են, մանկապարտեզ գտանինք։ Մանկապարտեզն ինչ է գյուղի մեջը չկա։ Որը որ տառնենք մենք։ Համար մեր խնդիրը մեր երեխեքի հարցն է։ Թող իրան կան մի ամիսը ես Սի բառացի կսեմ թող հասցի իրանց, ով գուզե զիմար նշանակություն չունի։ Ոչ ես իմ երկաթս դիտանին, ոչ գոմի բայ դիտանին, ձեր ոչ մի բան չեմ դիտանին։ Ինչ կենեն։ Դբրոստերը կմիացնեն իրար։ Դուք ծմերվա մի հատ գայեք, ես նկարանում եմ ծմերվա պեկին դինեիք։ Ու տեսեք, խոսքսենք ես կողքի գյուղերում ինչ կկատարվի։ Այսինքն ես ոչ մի բան չեմ դենեմ, այդ երեխեքին ամեն օր խոսքսենք կողքի գյուղը հողմի արեգնադեմ դիտանին բերեմ։ Սա որը մինչև ժամը 3-4-ը հեռեսին։ Բիմ ընտանիքը սո երեխեքնով դիպայ։ Իրանց տվյալներով 27 թվին դի ընդուտ մինչև գյուղը պատրաստ էր։ Ջրամբարի մասին է խոսքը, չէ՞։ Թե գյուղը, թե ջրամբարը։ Բայց ուրա։ Մեր լավ ղեկավարները թողան մի հատ մեզ առօրյա կյանքը տեսին, էլի ասենք էս մեր գյուղի։ Մենակ ասենք լավ խոսալ գիտեն։ Մարդկանց համոզել գիտեն։ Ու 21-րդ տարում ենք ապրում։ Եկավ 21-րդ տար,